մարդիկ սովորություն ունեն, երբ մեկը մերնում է ու կտակ է թողնում, և ուրիշ մեկը գրում է նրա ընտանիքին մահվան ույժը հաղորդելու, նրա շատ սիրողներն ավելի են հողում։ Այսպես էլ այսօր մեռավ մեր հոգիների հայրը Քրիստոս։ Ես էլ գալով ույժ եմ բերում ձեզ, քանի որ ժամանակ կա լալու և ժամանակ կա ուրախանալու։ Այսօր թեպետ մեր հոգիների համար ուրախություն է, քանի որ մեր հոգիները Քրիստոսի չարչարանքներով ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է և տրտմություն։ Ինչպես որ երկնքում լուսամուտները խավարեցին, երկիրը շարժվեց, վեվերը ճեղքվեցին, տաճարի վարագույրը պատրվեց, այնպես էլ մեր տաճարների լույսերն ենք հանձնում այս գիշեր։ Սրա համար մենք այսօր պետք է սգանք, ողբանք արարածների հետ և Քրիստոսին չարչարակից լինենք։ Մարդն իր հոր մահը 10 բանի համար է ողբում։ Նախ եթե ծեր է մեռնում, մարդը չի կարող լաց լինել։ Բայց եթե երիտասարդ հասակում է մեռնում, առավել է ողբում, իսկ մեր Տերը 33 տարեկան էր։ Երկրորդ, եթե մեկի հայրն իր մահով է մեռնում, պետք չէ լալ, իսկ մեր Տերը բազում նախատինքներով ու չարչարանքներով մեռավ։ Երրորդ, եթե մեկն իր մեղքերի և անիրավության համար է մեռնում, պետք չէ լալ, իսկ մեր Տերը, որ անմեղ էր, մեզ համար մեռավ և իր բազում բարությունների փոխարեն սպանվեց։ Չորրորդ, եթե որդիները հոր մահվան պատճառը չեն լինում, այդքան չեն տալիս։ Սակայն ինչպես Դավիթը, որ հույժ ողբում էր հրեշտակի կողմից կոտորված ժողովրդի համար, քանի որ գիտեր, որ իր մեղքերի պատճառով է դա, այսպես էլ մենք պետք է առավել ողբանք, քանի որ Քրիստոսի մահվան պատճառը մեր մեղքերն էին։ Հինգերորդ, եթե ռամիկ շինականներից մեկն է մեռնում, կսկիցն այդքան մեծ չէ, որքան թագավորի մինուճար ու գեղեցիկ որդու մահվան դեպքը, ահա այսօր անմահ թագավորի որդին է մեռնում։ Վեցերորդ, եթե խստասիրտ, չար և անհաղոր մեկն է մեռնում, այնպես չեն ողբում, ինչպես ողորմած ու բարի մարդու համար, իսկ մեր Տերը ույժ ողորմած էր, ինչպես որ լալիս էր Ղազարոսի համար։ Յոթերորդ, երբ որ մեկն ուրիշներին լաց լինելիս է տեսնում, ինքնաբերաբար ինքն էլ է սկսում լալ։ Ահա եթե այսօր անբան և անշուչ արարածները լալիս են, ինչպես արեգակն ու լուսինը, ապա որ չափ առավել պետք է լացեն Աստծո բանական որդիները։ Ութերորդ, եթե մեկը հեշտ մահվան և առանց չարչարանքների է մեռնում, չեն տալիս, իսկ Քրիստոսի մահը չարչարանքներով առավել մեծ էր, քան բոլոր սրբերին է։ Ես ա 6 պատճառ ունի, նախ նրա մարմինն ավելի է զգում չարչարանքները, քանի որ նման է աչքի, որ առավել զգայուն է։ Նա հուսածին էր և սուրբ հոգուց, մեղքերի մեջ ապրող մյուս մարդկանց նման մարմինը չեն կոշտացել։ Երկրորդ, սրբերի չարչարանքներն իրենց հոգում փոքր-ինչ ուրախություն էր բերում, և այդ ուրախությունն անցնում էր նաև մարմնին, իսկ Քրիստոսի մարմնին
ամենևին ուրախություն չեղավ, քանի որ մեր փրկության գինը եղավ։ Երրորդ, տարբեր են չարչարանքները, այն որ բանանով է կախվում ավելի քիչ է տանջվում, քան նա, ում ձեռքերն ու ոտքերը գանում են, քանի որ այդտեղ են ավարտված բոլոր անդամների ջիները, ուստի ցանն ավելի զգալի է։ Չորրորդ, առհասարակ Քրիստոսի բոլոր անդամներն էին չարչարում, եւ որևէ անդամ առանց չարչարանքի չմնաց։ Հինգերորդ, մոր պատճառով, քանի որ տեսնում էր որդու չարչարանքները առհասարակ երբ մեկին չարչարում են, մորը տանն են պահում։ Վեցերորդ, բոլոր մարդկանցից չարչարանքներ կրեց, հրեաներից ու հեթանոսներից, տղամարդկանցից ու կանանցից, ծերերից ու երիտասարդներից, կառավարիչներից ու հպատակներից, քահանաներից ու ժողովրդից, իսկ նրա բարեկամները փախան եւ նրա մոտ ոչ ոք չմնաց։ Սրա մասին է Երեմիան իր ողբում ասում. ձեզ եմ ասում, ճանապարհի անցորդներ, դարձեք, նայեք ու տեսեք, արդյոք երբևէ եղել են այսպիսի ցավեր, որ ես կրեցի։ 9-րդ, եթե օտար կամ թշնամի է սպանում, ոչ ոք չի կոծում, իսկ մեր Տերը մեր ճշմարիտ, սիրելի ու բարեկամն էր, հայրն ու եղբայրը։ 10-րդ, եթե մեկին օտարներն են սպանում, մեծ բան չէ, իսկ Տերը Քրիստոս ազգականների ու սիրելի աշակերտ Հուդայի կողմից մահվան մահվեց։ Ով խորաման Հուդա, նրա համար ես վաճառում Քրիստոսին, որ քեզ ներեց քո հոր ու մոր սպանությունը, աշակերտության կոչեց, մեռելներին հարություն տալու զորություն շնորհեց ու գանձապահ նշանակեց։ Ով նենգավոր Հուդա, երբ տանելում էինք վաճառել Աստծո եւ Մարիամի որդուն, ինչու նախապես չգնացիր հույս Մարիամի մոտ, քանի որ ավելիով կվճարեր ու քեզ ոսկի կտար։ Ով թշվառական, որևէ ծառայի, որ ոչինչ չգիտի 100 գահեկանով է վաճառում, իսկ դու վարդապետին եւ երկինքն ու երկրին անորովին 30 արծաթով վաճառեցիր։ Թագում ու հեշտ ես վաճառում, այն ինչ որ քոնը չէ, այլ գողացել էիր, ահա լավ կլիներ, որ ծնված չլինեիր։ Եվ երբ գնում էր տիրոջը վաճառելու, Տերը պարտեզում նստած ուսուցանում էր աշակերտներին։ Փոքրինչ հեռացավ ու սկսեց խորհել մահվան մասին։ Նրա վրայից քրտինքը հոսում էր արյան կաթիլների պես։ Արդ եթե մահվան մասին խոսելիս այժմ երկրում էր կրում, ապա որ չափ առավել չարչարանքների ժամանակ։ Այն ժամանակ հրեաների բազմությամբ Հուդան եկավ ու Հիսուս ասաց. ում եք փնտրում։ Ասացին նազովրեցի Հիսուսին։ Ասաց ես եմ եւ բոլորը երեսի վրա եկել են տան։ Դու տես որ կարող եք փրկել իրեն նրանցից։ Այժմ Հուդան ասաց. ողջ եղիր վարդապետ ու նրան համբուրեց։ Հիսուս ասաց. ընկեր, համբուրելով ես պատմում մարդու որդուն, ով խորաման Հուդա, սիրո նշանով ես մատնում Աստծո որդուն։ Այն ժամանակ հրեաները բռնեցին Հիսուսին, իսկ Պետրոս ջերմ սիրուց դրդված հանեց սուրը ու Մախմոսի ականջը մտեց։ Հիսուս ասաց. սուրը տեղը դիր, քանի որ եթե կամենամ փրկել ինձ, հրեշտակների ավելի քան 12 գնդերը քիչեցնեմ, այն իմ կամքով եմ դառնում, որովհետև եթե չդեռնեմ, աշխարհն ինչպես կփրկվի, կամ մարգարեների գրվածքներն ինչպես կկատարվեն, նույն ժամ նաև ծառայի ականջը
բուժեց։ Ապա տաղեցին նրան ու մեծ նախատինքներով տանան քահանաների մոտ։ Իսկ աշակերտները փախան։ Նա թախծությամբ էր պատասխան տալիս քահանայապետին։ Այն ծառան, որի ականջ Քրիստոս բժշկել էր, պարգևի փոխարեն Տիրոջ հանդարտեց։ Երբ այն գայլը եկավ, սկսեց խտոտել Աստծո գավին, ապա երբ մյուս գայլերը սկսեցին խանոտել, ոմանք խփում էին, մյուսները պիղծ բերանով թքում էին երեսին։ Խփում էին գլխի, այլ փետում էին մազերը, գետնի գծերով, ոտքերով, ձեռքերով հարվածում էին։ Ով արարիչ, որդի Աստծո, ով սուրբ ու Իսմայելի որդի, ինչ վիճակի հասար մեր մեղքերի համար։ Այն ժամանակ հրեաները սկսեցին ծաղրել նրան, իրենց մեջ առնելով խփում էին ու ասում. «Մարգարեացի, ով է որ քեզ խփեց»։ Եվ սրանով չբավարարվեցին, այլ կապեցին նրան քարերեն կամար ծծծյունին և ամեն կողմից ուժգին հարվածում էին մինչև որ ամբողջ մարմին գարինով բացվեց։ Սրանց ձեռից անցավ Պիղատոսի զինվորների ձեռքը, որ ներկայացրին նրան գլխին փշերը սարքին, ծաղրում էին նրան կամի խնամի դասին, ծունկի էին իջնում և ասում. «Ողջ Եղիազարի թագավոր»։ Երևում արվածում էին թուքում այլակեր երեսին։ Այս ամենին Մարիամը տեղյակ չէր։ Այդքան կարողում էր, բայց պետք է գնալ և պատմել նրան, սակայն ով գնա։ Ով Գաբրիել, դու որ ծանոթ ես նրան, գնա ու պատմիր։ Գաբրիելը պատասխանեց. «Քավնիցի, որ ես այն անել, միգուցե լսելով մեռնի։ Ես նրան կախարար ավետիս եմ տվել, այժմ չեմ կարող մահվան բույժը տալ։ Ով սուրբ ոգի, դու որ տրտմածների ուրախությունն ես ու սգավորների մխիթարիչ է, գնա և մխիթարիր նրան»։ Սուրբ ոգին պատասխանեց. «Այս օրը մխիթարության և ուրախության օր չէ։ Եթե նույնիսկ ուրախություն հաղորդեմ, չի ընդունի։ Ով Մարիամ, Հույսի սիրելիներ, դուք հայտնում եք նրան, որ դու պահանալ հրեաների կողմից»։ Սրանք գնացին նրա մոտ, տրտմած երեսով նստեցին, սակայն ոչինչ չկարողացան ասել։ Միմյանց նայելով լռում էին, որպեսզի հույսը տրտմությունից չմեռնի։ Ով Հովհաննես Ավետարանի, դու գնա պատմիր, քանի որ կանայք թուլասիրտ են, նրբազգաց, որի պատճառով եմ չեն կարող ասել։ Ես սա գնալով հարցնում եմ. ով Մարիամ, ուր է քո ոգին, ուր է քո ուրախությունը, ուր է մեր վարդապետը, իմ տիրամայր։ Ահարյաները բռնել տանում են նրան խաչի պահման դատապարտելու։ Երբ Հովհաննեսն ասաց այս, հրեաները Հիսուսին անցկացնում էին Մարիամի տատկոտով։ Ոմանք աղաղակում էին, ովքեր կամենում են տեսնել սուրբ մարգարեի, բազում նախատինքներով բաղ, թող գան տեսնեն։ Երբ սուրբ կույսն այս լսեց, զարմացած դուրս եկավ, տեսավ նրան և ուշադրած եղավ։ Գետի նկավիչ տեսնելած չէր կարողանում տեսնել, խոսել կամ լսել։ Ով Մարիամ անշտապով օգնեցեք մեր տիրամորը։ Փութալով եկան ու բարձրացրին նրան։ Երբ ուշքի եկավ, տեսավ որդուն մեծ անարգանքներ։ Դառնապես գալիս էր, աղաղակում էր, խփում երեսին, մազերը կողոտում, զգեստները պատառոտում, սուգ էր անում որդու վրա և ասում. «Ով սիրելի որդյալ, ինչպես քեզ կորսի, ով իմ սիրտ, իմ ուրախություն, ինչ անի
Եվ մայրներ շրջում են նրա հետևից։ Այնտեղ շատ օտարներ կային։ Եթե այնտեղ լինեին տեսնեին, թե ինչպես էին հրեաներն արձագանքով քար ու հող մետում նրա վրա։ Տարապալիս մայրը փոքրինչ քայլեց ու կրկին շարունակեց։ Եվ նրան բարձրացրին, Աստծո որդի հույժ եւ երկար շարժվեց, քանի որ խաչը ծանր էր։ Չէր կարողանում տանել եւ նրան պարաններով էին քաշ տալիս։ Մի պահ բռնեցին Սիմոն Կուրենացուն, որպեսզի խաչը դրսվի։ Ով Աստվածածին, ինչու ես դուրս եկել ու Գողգոթա գնում։ Բավարար չէ, որ մեր հոգիների հորը կորսին, քեզ էլ կորսնեն ու դարձին։ Բայց նա չէր թույլ վերադառնալ, այլ բազում չարչարանքներով հասավ Գողգոթա։ Ապա խաչը մոր աչքերի առաջ կանգնեցին ու Հիսուսի ձեռքերը երկու կողմից սաստիկ ձգեցին եւ տարածեցին խաչի վրա։ Ներկացին ձեռքերին ու ոտքերին մուրճով ստեղ հարվածներով հաստ գամերով բերվեցին։ Ապա խաչը բարձրացին, որպեսզի բոլորը տեսնեն։ Այդ ժամանակ Քրիստոս առավել կանգնեց եւ ձեռքերից ու ոտքերից սաստիկ արյուններ ոսկում։ Իրոջ մայրը այրված սրտով կանգնած էր խաչի մոտ, այնքան արտասվեց, որ արտասնուկ դարվի նման է հոսում։ Ով Սուրբ Աստվածածին, ինչու ես այդքան լալիս։ Նա ասաց. լավում եմ պատճառում եմ, քանի որ իմ որդուն չարժանվելիս եմ տեսնում, սակայն չեմ կարողանում օգնել։ Տեսնում եմ լալիս, բայց չեմ կարողանում մխիթարել։ Տեսնում եմ, որ մեռնում է, սակայն չեմ կարող նրա հետ բերվել։ Տեսնում եմ ծարավ է, սակայն չեմ կարող ջրով ագեցնել։ Վայ ինձ, ինչ անեմ։ Իմ որդին աղաղակում է, որ ծարավ է եւ լեղի եմ խրեցնում։ Վախենում եմ գրանչում վերել, ուծել գամ, մեռած գտնեմ նրան։ Կարող եմ նաեւ հեշտակին ասել, ուր է իմ ավետիսը, ուր է իմ ուրախությունը, ուր է իմ ողջույնը, այսօր ամեն ինչ հակառակ է, վայ ինձ, այն որ ինձ Մարիամ անունով դիմեցին, որ լուսավորած է կանգնում, իսկ այսօր խավար եղավ։ Ասացի շնորհերով լի եղիր, այսօր լի եմ դառնությամբ։ Ասացի Տերը քեզ հետ է, այսօր իմ Տիրոջը խրեցի ինձանից։ Ասացի որ միալ ես դու կանանց մեջ, այսօր նախատում եմ Իսրայելի մեջ։ Դարձյալ կարող էր ասել Ելիսավետին. ով ազգականին, ուր է քո ավետիսը, որ ասացի որ միալ է քո որովայնի մտումը, այս ասելով գտնում էր խաչը ու ամրում, սակայն չեմ կարողանում որդուն խաչի իջեցնել։ Աղան թշմանացած ու այլևս է տեսնում իր որդու խաչի վրա, ինչպես Եսային էր ասում, մենք նրան տեսանք եւ նրա երեսը բունջ ուներ, ոչ էլ գերեզություն։ Այն նրա տեսքն ավելի անարգ էր, քան բոլոր մարդկանցը։ Մայրը հրեաներին ասում էր. ինձ էլ սպանեցեք իմ որդուն, քանի որ ինձ համար մեռնելը քաղցր է, քան նրանից հետո ողջ մնալը։ Այսպես է Դավիթը մոխնում իր Աբիսալոմ որդու մահը եւ ասում. որդյալ, ով քո մայրը ինձ կտա։ Նա եւ մայրն է նույն ասում, ով որդյալ, ուրիշներին գողորում ես, ինչու ինչ ես գողորում, որ քեզ էլ մեռնել։ Ավազակին մխիթարում ես ասելով, ինձ էլ դրախտում կլինես, իսկ ինձ ինչու ես գողում այս գայլերի մեջ։ Իսկ Հիսուս անընդհատ բորն էր նայում ու մխիթարում հետևյալ խոսքերով. մի լար մայր, քանի որ քո ցավն ինձ համար առավել է քան իմը։
սկսեց այս խոսքերն ասել Էլի լամա սաբախթանի ու հոգին ավանդեց։ Ահա ուղեց որ բաղջանը, բայց իսկ ավետարանի առաջնորդիր, երբ դանտերը մերվում է, ամբողջ տունը խռովում է, այսպես է ամբողջ աշխարհը սքի մեջ է այսօր։ Դու ավելացում այնքան, որքան անհրաժեշտ է, վերդեն Հիսուս Քրիստոսի փառք, հավիտյանս